Այսօր արդեն երեք Հայաստանից նոր ուղղություններով արտահանումներ են տեղի ունեցել եւ վարդի եւ այլ ապրանքների փորձնական առաջին խմբականակները գնացել են բիզնես պատվիրակությունները տարբեր հանդիպումներ են ունենում բայց ես էլի ասում եմ մենք չենք գնացել եւ չենք գնալու վիճաբանության Ռուսաստանի մեր գործընկերների չենք գնալու մենք ոնց բարեկամական ընկերական եղել են հանգիստ առանց նյարդի մեր դիրքորոշումները կբացատրենք եւ ինչպես էս ընթացքում եղել է այս ընթացքում իմիջիալոց ասեմ ձեզ ժողովուրդ տասնյակ հարցեր են եղել որոնց մասին ոչ մեկ չի իմացել եւ բանջարեղենի հետ կապված եւ ամեն ինչի հետ կապված մենք գնացել ենք նստել ենք հանգիստ այդ հարցերը լուծել եւ համոզված եմ էլի կլուծենք բայց ես նաեւ ուրիշ բանի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրեմ 2022 թվականին երբ որ սկսվեց Ուկրաինայի պատմությունը ամենամեծ մտավախությունն էր որ մարդիկ բարտագնա աշխատանքի չեն կարողանալու գնան բա ինչ են կանելու մենք ասենք անելու ենք հետեւյալը Հայաստանում կապիտալ շինարարության ծավալները մեծացնելու ենք որպեսզի շինարարական գործեր Հայաստանում ավելի շատ լինեն այսօր մենք բնակարանաշինության ոլորտում խորհրդային միությանը արդեն անցել են 85 թվի տվյալները բնակարանաշինության ոլորտում մենք անցել ենք ես ձեզ ուրիշ բան ասեմ Գեղարքունիքի մարզի համայնքները 2018 թվականից 2025 թվականը իրականացրել են մոտավորապես 20 իրանց բյուջեներով 20 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր 8 տարվա մեջ 2026 թվի համար մենակ ներկայացրել են 20 միլիարդ դրամի ծրագիր այսինքն շինարարության ծավալները Հայաստանում մենակ սուբվենցիոն ծրագրերով կրկնապատկվելու են տեմպերը եւ այսօր բազմաթիվ ընկերություններ կան որ ասֆալտ էին անում ուրիշ երկրներում այսօր ասֆալտ են անում Հայաստանի Հանրապետությունում որովհետեւ այսօր Հայաստանում 8 տարվա մեջ մենք 5000 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել մենք ամեն տարի 500 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել եւ ես խնդրում ենք մենք այսօր չի հերիքում Հայաստանի շինարարական ուժը չի հերիքում ժողովուրդ ջան չի հերիքում եւ Հայաստանում ցանկացած ընկերություն այսքան շինարարություն ա եղել նայեմ ձեր աչքերի մեջ մի բան ասեմ միլիարդների շինարարություն ա եղել ես այդ շինարարությունից մի լումա չեմ աշխատել որովհետև ես ծառայում եմ ձեզ